Քարոզարշավը մոտենում է ավարտին և վերլուծելով մեկամսյա քարոզչական շրջանն արձանագրվում են ընտրողների որոշման վրա ազդելու բազմաթիվ ու բազմապիսի տեխնոլոգիաներ, ինչպես հողի վրա, այնպես էլ վիրտուալ իրականության մեջ, ընդ որում խիստ բևեռացված կարծիքների համատեքստում սրվում են էմոցիոնալ մանիպուլյացիաների դրսևորումները, ինչպես քաղաքական խոսույթներում, այնպես էլ սոցիալական մեդիայում տարածվող կոնտենտի միջոցով։ Հայտնի ընտրախախտումների ցուցակը ըստ ընտրությունների դիտարկումների իրականացման երկարամյա փորձ ունեցող մասնագետների գլխավորում են կոռուպցիոն մեխանիզմները, ընտրակաշառքները, վարչական ռեսուրսների թաքնված չարաշահումները, ճնշումների կամ վախի ազդեցությամբ իրենց ուզած թեկնածուի համար քվեարկելու պահանջը եւ ոչ միայն։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք եւ ցավոք սրտի այսօր այդ խնդիրները ամբողջությամբ լուծված չեն։ Հաջորդիվ բարեգործական ընկերությունների, բիզնեսի եւ արտաքին սուբյեկտների կողմից իրականացվող քողարկված ֆինանսավորումներն են եւ անուղղակի ձայների գնումը։ Այս ֆինանսական դիսբալանսը որոշ ուժերի տալիս է անհամաչափ առավելություն, խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։ Կաշառք տվողն էլ, վերցնողն էլ կատարում են քրեորեն հետապնդելի արարք, ասում է Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանը։ Բարեգործության խոստումը եւս բացառություն չէ։ Նախկին փորձից Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման ժամանակ մենք բացահայտել ենք բարեգործության արգելքը խախտող խախտում, որի մասին բարձրաձայնել ենք, դիմել ենք կոռուպցիայի դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Դա այդ դեպքն է, որը կարող եմ ասել, ու հիմա քրեական գործը մինչև հիմա գնում է։ Ընտրատեղամասերում խախտումները հիմնականում հանձնաժողովի անդամների եւ ընտրողների ոչ կոմպետենտ մոտեցման պայմանավորում զրուցակիցս այլ մարդու օգնելու անվան տակ նրա փոխարեն քվեարկելու դեպքեր արձանագրվել են թե մասսայական, թե մասնավոր, հանդիպող դեպքերից են նաեւ ընտրատեղամասերի շուրջ 50 մետր շառավղով կուտակումները։ Խնդիրը ցույց տալ եւ պահանջել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Այսինքն, եթե կա օրինակ ենթադրյալ հանցագործություն, չգիտեմ, օրինակ վարչական ռեսուրսի չարաշահում, դրա մասին պետք է բարձրաձայնվի։ Այսինքն, եթե մենք չբարձրաձայնենք, նաև հասարակությունը շատ դեպքերում չի կարող հասկանալ, չի կարող ըմբռնել, որ կոնկրետ այդ գործողությունը վարչական ռեսուրսի չարաշահում կամ այս գործողությունը օրինակ ընտրախախտում է կամ այս գործողությունը օրինակ ընտրական հանցագործություն է։ Եթե նախկինում քվեաթերթիկը կարող էր անվավեր ճանաչվել գրիչի հետքերի, ստանդարտից տարբերվող նշումների եւ այլ դեպքերի համար, այժմ այդ խնդիրը վերացվել է, քանի որ նախընտրած քվեաթերթիկն առանց նշումներ կատարելու հարկավոր է դնել ծրարի մեջ։ Մեկից ավելի քվեաթերթիկների առկայության դեպքում ծրարի պարունակությունը կխոտանվի, այսինքն չի հաշվարկվի։ Նախկինում արձանագրված լցոնումների հավանականությունը բացառվում, քվեաթերթիկների հաշվման կամ վերահաշվարկի դեպքում ռիսկերը նվազում են, հավաստիացնում են մասնագետները։ Բոլոր տեղամասերը ուղիղ հեռարձակմամբ տեսանկարահանվում են, մինչդեռ ուղղորդման կամ ճնշումների դեպքում արդիական է մնում այսպես կոչված հայկական կարուսելի գործոնը։ Արձանագրել էինք Վրաստանի ընտրություններում հայկական կարուսելի այս գործընթացը։ Չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղ կա, որտեղ որ դուք ընտրողները կարող են վերցնել իրենց ցանկացած քվեաթերթիկը եւ եթե ստիպված են, հանել դուրս, որպեսզի ցույց տան իրենց ուղղորդողին, կարող են չօգտագործվածներից որևէ մեկը վերցնել եւ իրենց հետ հանել դուրս եւ այսպես ասած խաբել իրենց ուղղորդողին։ Բնականաբար դա այդքան էլ խրախուսելի չի, խրախուսելին ավելի շատ դրա մասին հայտնել իրավապահման մարմիններին, բնականաբար իդեալական պայմաններում հենց այդպես պետքա լինի։ Բայց ընտրական օրենսգիրքը մանևրելու հնարավորություն ամեն դեպքում քաղաքացիներին տվել է։ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանի խոսքով հիբրիդային պատերազմի դրսևորումները այս ընտրություններում աննախադեպ են, ուստի խիստ կարևոր են տեղեկատվական հոսքերի անվտանգության պետական մոտեցումը, մեդիագրագիտության ուղղված քայլերը։ Մասշտաբը ահռելի է եւ պետությունը այդ ահռելի մասշտաբի դեմ պայքարելու լիարժեք հնարավորություն չունի։ Բայց մենք բարբերաբար, ամեն 5 տարի մեկ տեսնում ենք այդ տեղեկատվական պատերազմը, որը ապատեղեկատվության պատերազմը, որը շատ դեպքերում մեծ ազդեցություն ունենում նաև հայ հասարակության վրա։
եւ ընտրական process-ների փուլում եւ հետընտրական process-ների փուլում, եթե այդ տեղեկատվական հոսքը չես կարողանում կառավարել, որպեսզի ապա տեղեկատվությունը չմտնի եւ չստացվի հիբրիդային մարտեր քո երկրի ներսում, այս դեպքում դու պետք է առնվազն ունենայիր մեդիագրագետ հասարակություն։ Եթե մինչև նախորդ տասնամյակը ապատեղեկատվությունը տարածվում էր ասեկոսեների կամ դեղին մամուլի միջոցով, ապա տեխնոլոգիական առաջընթացի հետ կատարելագործվել են նաև կեղծտեղեկատվության տարածման մեխանիզմները, լայնորեն ընդգրկելով սոցիալական մեդիան, հեռուստատեսությունը եւ տարաբնույթ կայքերը։ Արժանահավատությունն է շնչելու գործում վիզուալների եւ տեսանյութերի գեներացման լայնածիր հնարավորություններով աչքի է զարնում արհեստական բանականության կիրառումը։ Ապատեղեկատվությունը ամենամեծ մանիպուլյացիան է մեր օրերում, հատկապես արհեստական բանականության գոյության ժամանակ, եւ ամենակարևոր բանը առաջնային կասկածի տակ դնել ցանկացած ինֆորմացիային, ինչ ամենում ենք ստանում ենք ԶԼՄ-ներից, սոցցանցերից, քաղաքացիների միջև զրույցից, առաջին հերթին պետք է կասկածի տակ դնել եւ փորձել դրա աղբյուրները գտնել, առաջնային աղբյուրը եւ դա տարածողի նպատակը, կողմնորոշումը։ Հնչեցվում են պնդումներ առանց ապացույցների կամ գեներացված կեղծ փաստերով, շոկային ազդեցություն ստանալու համար քաղաքական գործիչների կերպարներով կամ ծաղրանկարներով նրանց վերագրվում են արտահայտություններ, որոնք նրանք չեն արել իրականում, տարածվում են նարատիվներ, գովազդներ, որոնք ունկնդրի մոտ առաջացնում են բարկության, տագնապի, վախի, ատելության զգացումներ։ Ցանկացած ապատեղեկատվություն, որը ծնվում է, ինչ-որ նպատակ է ենթադրում, ուստի ապատեղեկատվությունը կարա փոխի ընթացք, հատկապես այն քաղաքացիների մոտ, ովքեր ավելի քիչ մեդիագրագետ են եւ ավելի քիչ են ստուգում տեղեկատվության աղբյուրները։ Անվտանգային եւ աշխարհաքաղաքական վախերի վրա հիմնված նարատիվները իրենց մարմնավորումն են գտնում ատելության խոսքի եւ հակաքարոզչության միջոցով, հակառակորդին սեւացնելու միտումով, որոնց արդյունքում ընտրողը որոշում է քվեարկել ոչ թե իր նախընտրած անձի օգտին, այլ ամենաշատ մերժելի ուժի դեմ կամ որոշում է չգնալ ընտրության ընդհանրապես։ Տեսնում եմ, թե ինչպես են քաղաքական ուժերը իրենց արշավները, այսպես ասած, իրականացնում։ Իրենց առաջին համարի դեմքով, հա, խիստ մանիպուլացնելով քաղաքացիներին, իմ բնորոշմամբ, որ քաղաքացիները ընտրեն անձերին, մոռանալով նրանցից հետո գտնվող 299 հոգու կամ 79 հոգու։ Քաղաքական պատասխանատվությունը 5 տարի հետո, այս ընտրություններից 5 տարի հետո 2031 թվականին, երբ որ մարդիկ գնան ընտրության եւ քաղաքական պատասխանատվության ենթարկելու են քաղաքական ուժին, ոչ թե առաջին համարին։ Այսպես ասած, թացը ջորից ջոկելու, որևէ ուժի մանիպուլյացիաներին չտրվելու համար ալգորիթմերի, բոտերի ու նարատիվների եփվող այս խառնարանում միակ փրկողակը մնում է մեդիագրագիտությունը։ Անց ենք ասնում մեդիագրագիտության դասընթացներ եւ այլն, բայց նույնիսկ դա փորձ ցույց է տալիս, որ X խումբ, այսինքն 100, 200, 300 հոգի մարդ են, որոնք գնում են կրթվելու։ Բուն թիրախը 3 միլիոնից 300 չի լինի, եւ դա պետական քաղաքականության մաս պետք է դառնա։ Ինչու է տվյալ ինֆորմացիան ինձ մոտ այս կամ այն զգացմունքն առաջացնում։ Ում է ձեռնտու, որ ես այսպես մտածեմ կամ գործեմ, ստուգված է, ճիշտ է արդյոք այս տեղեկատվությունը թե ոչ։ Սրանք այն հարցերն են, որ արժի տալ ինքներդ ձեզ շոկային լուրերի հանդիպելիս։ Եթե կա նման սենսացիա, ապա ամբողջ լրատվական դաշտը պետք է որ տարածվեր այդ նյութերը։ Բայց փաստացի լրատվական դաշտը լուռ է եւ այստեղ խոսում է, որ դա հենց այն մանիպուլյացիաներն են, որոնք արհեստականորեն ներմուծվում են քաղաքացիների հեռախոսների համակարգիչների մեջ, որպեսզի մարդկանց գցեն ապատեղեկատվության դաշտ։ Ուշադրությունը որսացող շոկային եւ սենսացիոն վերնագրերը միանման ուղղվածությամբ լուրերի ինֆորմացիոն փուչիկները կտրում են մարդկանց իրենց շուրջը կատարվող իրական իրադարձություններից եւ պահում հորինված իրականության, դավադրապաշտական տեսությունների աշխարհում եւ սրանց օրենսդրական զսպման մեխանիզմները դեռևս անկատար են։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքով վերահսկվում է ապատեղեկատվությունը եւ կան դրա դեմ պայքարի միջոցները, այնուամենայնիվ բաց է դաշտը եւ վերահսկողությունը ավելի քիչ է։ Ինչ են առաջարկում մասնագետները։
Չլինել դյուրահավատ, օգտվել ինֆորմացիայի վստահելի եւ անկողմնակալ աղբյուրներից, չգործել ազդեցության տակ, չհուսալքվել եւ անպայման օգտագործել 5 տարին մեկ ընտրելու ձեր բացառիկ իրավունքը։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։